Պարոն վարչապետ, եթե թույլ կտաք երկու դիտարկում անեմ։ Առաջինը, երբ որ մենք այս ռեֆորմը պլանավորում էինք, մենք իհարկե գիտեինք, որ խնդիրներ է լինելու եւ շտկումների կարիք է լինելու, դրա համար ենք այս ռեֆորմը պլանավորել փուլային ներդրմամբ, որովհետեւ ամեն փուլում ենթադրում էինք, որ կլինեն խնդիրներ, կլուծենք այդ խնդիրները եւ հետո ավելի կընդլայնենք հայտարարությունների շրջանակը, մինչեւ որ բոլոր քաղաքացիները ի վերջո կներկայացնեն հայտարարագիր։ Բացառություններ չմոռանաք հանկարծ, որ Այո, եւ երկրորդ հարցը, որ ուզում եի ասեի, հավելյալ հարկերի գեներացման հետ կապված, ես կարծում եմ, որ բնական է, որ պետք է հավելյալ հարկեր լիներ, ինչի, որովհետեւ մեր հարկային օրենսգրքով եկամուտների հայտարարագրում կա շատ վաղուց։ Ուղղակի մենք չունենք պլատֆորմ, մենք չունենք գործիք, որով այն մարդիկ, ովքեր պետք է հայտարարագրեին եւ վճարեին իրենց հարկերը, որպեսզի դա կարողանային մատչելի ձևով իրականացնեին։ Եվ սա է պատճառը, որ այդ մարդիկ ուղղակի մինչև այս պահը չեն կարողացել այդ հարկերը պատշաճ ձևով վճարել։ Կարելի է ուրիշ ձև ասել, այդ մարդիկ սպասում էին այն օրվան, երբ որ մենք այս համակարգը կներդնենք եւ կկարողանան այդ հարկերը։ Բայց շուտ ասեք, այսքան ճառը չասեի, պարոն Հովհաննիսյան։ Շատ լավ, հիմա հնարավորություն, էդ էլ իհարկե առնվազն իհարկե որոշակի չափով ճշմարտություն է, որովհետև հնարավորությունն էլ չի եղել, բայց ամեն դեպքում։ Շատ լավ, խնդրեմ այլ դիտարկումներ, համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ես կցանկանայի թեմայի առնչությամբ ներկայացնել նույնականացման քարտերի մասով մեր ունեցած առկա իրավիճակը։ Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն ապրիլի 30-ը ներառյալ կարելի է հաշվարկել, մենք ստացել ենք 96900 դիմում նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված եւ արդեն իսկ տպագրված է 81900 նույնականացման քարտ։ Բայց պիտի նաև փաստեմ, որ սրանք ընդհանրապես դեռևս մուտք եղած դիմումներն են։ Մենք ունենք նաև հերթագրման համակարգում դեռևս սպասող քաղաքացիներ, որոնք որ դեռևս չեն ներկայացրել դիմումները, որպեսզի կարողանանք տպագրության process-ն իրականացնել։ Եվ ըստ այդմ Երևանում եւ մարզերում ընդհանուր հաշվարկով եւս 54261 անձ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանա մոտենալ անձնագրային համապատասխան ստորաբաժանում եւ դիմում ներկայացնել նույնականացման քարտ ստանալու հետ կապված։ Եթե ընդհանուր հանրագումարով նայենք, ստացվում է, որ շուրջ 151,000 անձ ըստ էության կամ արդեն իսկ ստացել է գերակշիռ մասը ստացել է նույնականացման քարտ կամ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանանք քարտերի տպագրությունն իրականացնել։ Պարոն վարչապետ, ձեր նախորդիվ հնչեցած մտքերի կոնտեքստում ես ուզում եմ հատուկ ընդգծել նաև այն հանգամանքը, որ մենք ունենք այնպիսի համակարգ, որը որ տարիներ շարունակ չի ենթարկվել անհրաժեշտ եւ բավարար ներդրումների, որպեսզի կարողանա յուրաքանչյուր ռեֆորմ ճշգրիտ ժամանակահատվածում եւ թողունակությամբ կարողանա սպասարկել։ Ըստ այդմ նաեւ ձեզ հետ ունեցած քննարկումների կոնտեքստում մենք նախաձեռնել ենք մի շարք լուծումներ, որոնք որ մեզ թույլ կտային թողունակությունն ավելի ընդլայնել նույնականացման քարտերի տպագրության եւ կարողանայինք ավելի մեծ ծավալ սպասարկել մեր քաղաքացիներին։ Եթե այսօրվա կտրվածքով նայենք, օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվը արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, որովհետեւ մենք ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի եւ ըստ այդմ թողունակությունն ավելի մեծացնել այս տեսանկյունից։ Բացի այդ, ասեմ, որ մենք, եթե նայում ենք հետ հայաց գցելով մեր ունեցած վիճակագրությանը, 2023 թվականին ընդամենը տրամադրել ենք շուրջ 64000 նույնականացման քարտ։ 2024 թվականին արդեն հաշվի առնելով պարոն Հովհաննիսյանի նշած առաջին փուլը հայտարարագրման ֆորմատով 161000 անձ նույնականացման քարտ 2024 թվականի կտրվածքով է ստացել, եւ եթե միայն մենք այս պայծրությամբ մեր վիճակագրությունը համադրենք նախորդ տարվա ունեցած իրավիճակին, գրեթե մոտենում ենք անցած ամբողջ տարվա կտրվածքով սպասարկման ծավալներին։ Լազերային տպագրման սարքերի մասով այսօր չզեկուցվող հարցով ունենք համապատասխան ֆինանսական հատկացում, որ մեզ թույլ կտա արդեն ունենալ մատակարարումը այս տեսանկյունից եւ օրական 1000-ի փոխարեն սպասարկել օրական 2000 նույնականացման քարտի տրամադրման աշխատանքներ։ Ասեմ նաեւ, որ այս պայծրությամբ նաեւ ՊԵԿ-ի մեր գործընկերների հետ ենք համատեղ աշխատում, որպեսզի անդադ ֆիլտրենք այն անձանց ցուցակը, որոնք որ նույնականացման քարտ պիտի ստանան հայտարարագրման կոնտեքստում, բայց նշեմ, որ այս համակարգը գնալով պիտի
ավելի կատարելագործվի եւ կառավարությունը ջանքեր չի խնայել հենց այս տրամաբանությամբ եւս, քանի որ ունենք հաջորդի սպասարկվող նոր փուլ, մենք պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով նույնականացման քարտերի, անձնագրերի մասով նոր սխեմա ունենք եւ կնքված արդեն իսկ պայմանագիր եւ հենց այս պայմանագրի գործարքի տրամաբանության մեջ կկարողանանք նույնականացման քարտն արդեն իսկ պարտադիր դարձնել մեր քաղաքացիների համար, բայց կապելով դրանք անպայմանորեն հանրային տարբեր ծառայությունների մատուցման հետ, որպեսզի կարողանանք նաև խրախուսել նույնականացման քարտերի ընդհանուր շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան, բայց դուք ստիպեցիք, որ մի թվայով խոսեմ, մի հանելուկ, որը ես այս վերջերս ինձ համար արձանագրեցի եւ ունեմ դրա լուծման իմ պատկերացումը կամ հանելուկի լուծման, որովհետև երբ որ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդրում էինք, պարզեր որ մեզ պետքա լինելու 400-500 հազար նույնականացման քարտ։ Բայց 2025 թվականի հունվարի դրությամբ մեր նույնականացման քարտերի թողունակությունը ամիսը ինչքան, ամիսը մի 10,000, այսինքն որ մենք ակնհայտ է հունվարի 1-ի դրությամբ գիտենք, որ եւս 400,000 մարդ պետքա նույնականացման քարտ ունենա եւ որպեսզի համընդհանուր հայտարարագիր լրացնի, բայց մենք ունենք ամիսը 10,000 նույնականացման քարտի թողարկման հնարավորություն։ Եվ ես էլ դրա մասին իմանում եմ բնականաբար ուշ եւ ես մտածում եմ, ասում եմ լավ, ոնց կարա, որ դեպքում կարա պատահի սենց, որ մենք որոշում ենք կայացնում, որ 400,000 մարդ պետք է ունենա նույնականացման քարտ, բայց մեր թողունակությունը 10,000 է։ Չէ, բայց ինչի, պարզա պրինտեր չունենք։ Եվ գտել եմ այդ հարցի պատասխանը, որովհետև ես համոզված եմ, որ շատ մեր հարգելի գործընկերներ մտածել են, ասել են, դե հա որոշել են, հո չեն անելու, հեսա կգա հունվարի բանը, դեկտեմբերի 31-ը եւ կհետաձգվի այս որոշման ի կատարածումը, դե որովհետեւ քաղաքական վիճակը նենց է, այս հաջորդ տարի ընտրություններն են, այս կառավարությունն էլ հո բան չի, տենց կգա, կգնա եւ չեմ թաքցնում, այդ ընթացքում տասնյակ առաջարկներ եմ ստացել, որ եկեք այս հետաձգենք եւ նորություն չի։ Ցանկացած բան եւ այս վերջերս ես նամակ եմ գրել մեր մի շարք գործընկերների, որ ասել եմ, որ եթե հետաձգելու աշխարհի առաջնությունը լինի, մեր կառավարությունը կբռնի առաջին տեղը բացարձակ համաշխարհային ռեկորդով, ասենք, ինչքան մեդալ կա կհավաքենք։ Դրա համար է տենց, որովհետև մտածում ենք դե որոշումա, մարդիկ դժգոհ են լինելու, Էստոնիայի մի միջավայրից հարցրեցի, մարդիկ գոհ էին, որ նույնականացման քարտը պարտադիր է, նայում են, ասում են, պարզա, որ գոհ չեն, բայց այդ չի տրամաբանությունը։ Մենք ցանկացած որոշում, որ մենք խորը համոզված ենք, որ դա պետության շահերից բխող քաղաքացիների շահերից բխող երկարաժամկետ ռազմավարական որոշում է, հա մենք որոշում ենք եկեք մի հատ վիճակագրություն անենք։ Հա ինչքան ժամկետը մոտենում է, կամաց հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտ է հետաձգելն է, երևի հետաձգենք, թողենք բանը ու գալիս է ցիկլը, տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, Սուրբ Ծնունդը անցնի, Նոր տարին անցնի, պրոբլեմն է նա, որ եւ սփխեչը, եւ զատիկը, եւ նույնիսկ Նոր տարին ամեն տարի կա, ամեն տարի հասկանում եք, ու հետեւաբար ընդ որում տարին ամեն սեզոնին մենք ունենք տենց մի հատ հետաձգելու բան։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես, այս պահին ինչ ուժի մեջ է ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ, չգաք ասեք հետաձգենք, չկա հետաձգում։ Լավ, մի անգամ կարելի է, երկու անգամ կարելի է, 3 անգամ կարելի է, 10 անգամ կարելի է։ Ինչքան կարելի է հետաձգել անընդհատ։ Այն որոշումները, որոնք կայացված են, կայացնելիս պետք է մտածենք այդ որոշումների մասին։ Կայացնում ենք, հետո պարզվում է, որ չի լինի իրականացնել, բայց ինչ են կայացրել որոշումները։ Ո՞վ է կայացրել որոշումը։
Ինչի համար է կայացրել որոշումը։ Ու մենք sense բաների մասին չենք խոսում, պետք է խոսենք sense բաների մասին, որովհետև ամեն ինչ բացարձակ ամեն ինչ կարելի է հետաձգել, բացարձակ ամեն ինչ։ Ու միշտ էլ լեգիտիմ պատճառներ կգտնվի։ Շատ լավ։ Հիմա մենք նույնականացման քարտերի հետ կապված պրինտերներ այսօր որոշում կայացնում ենք, եւս 2 հատ պրինտեր ենք բերում, որ նոյեմբերին հասցնենք այդ ամեն ինչը անենք։ Հա? Չէ, մրցույթ։ Մրցույթը այս անգամ շուտ ենք։ Մրցույթով ենք արել, թե մեկ անձով ենք արել։ Մեկ անձով ենք արել, որովհետև հրատապ եւ ժամանակ չկա, որովհետև ուշ ենք գլխի ընկել, որ տենց հարց կա։ Լավ, ամեն դեպքում։ Բայց էս է ճանապարհը, մյուս կողմից ես չեմ ուզում, որ մենք բան անենք, էլի տենց։ Էս է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա։ Պետքա գնալ, տեսնել, հանդիպել խնդրին, լուծել խնդրը եւ գնալ առաջ։ Ուրիշ չէ։ Էդ էլ եմ ուզում արդարացիորեն ասել։ Չկա, իսկապես չկա ուրիշ ճանապարհ, որովհետեւ абստրակտ պլանավորումը ուրիշ բան է, այդ абստրակտ պլանավորածը գետնի վրա դնելը բոլորովին ուրիշ բան է։ Եվ դա նորմալ գործընթաց է, այո, մենք ուղղակի պետքա լինենք հետեւական, այդքան բան։ Ու գտնենք հետեւական եւ ստեղծագործ, կան։ Պետքա ստեղծագործ վերաբերվել հարցերին։ Եվ ես ասում եմ, ինչ որ հայտարարել ենք, որ պետք է անենք, ոչ մի բան չենք կարող ուղղակի հետաձգենք։ Եկեք այն ինչ որ չենք հայտարարել, որ պետք է անենք, եւ պետական բյուջեի ամենատարբեր խորշերում, ասենք պետական բյուջեում էլ կան, էլի, լճակներ կան, ասենց, որ ասենք 40 տարի այդ լճակը արդեն ճահիճ դառա, ասենց լրված մնացել է։ Ամեն տարի բյուջետային քննարկումներ մենք տասնյակ տողեր ունենք, ընդ որում դրանք պարտադիր տողեր չեն, համոզով ես տենց էլ չեմ կարող գտնեմ մեխանիզմը, ոնց գտնենք այդ լճակները մեր պետական բյուջեի, որ ինչ չլինի, ավելանա, պակասի, իրանք ճահճի մեջ sense նստած։ Հանդարտ ապրում են եւ գիտեն ինչ անեն, որ իրանց ոչ մեկ չնկատի, ոչ մեկ բաց, ոչ լավ ասեն, ոչ վատ ասեն, ոչ մի բան, նույնիսկ չգիտեն, չիմանան իրանց հիմնարկի տեղը ընդհանրապես։ Ես համոզված եմ, մեր երկրում տասնյակ պետական հիմնարկներ կան, որտեղ տնօրեններ կան, որոնք մոտավորապես վերջին 60 տարում խորհրդային միջնա փլուզվել, հետո բան ա եղել, հետո իշխանափոխություններ են եկել, կառավարություններ են եկել գնացել եւ ես համոզված եմ, որ իրանք վերջին անգամ ուրիշ պետական պաշտոնյա տեսել են իրանց նշանակման օրը։ Միջև իրանք մենք իրանց գոյության մասին նույնիսկ չգիտենք, որ տենց հիմնարկներ կան։ Անկեղծ եմ ասում, չէ՞ Գիտեք չէ որ տենց է, բայց խնդրեմն այն է, որ հիմա էլ ուզում ենք բանով, ԱՑ-ով, ոստիկանությունով գտնենք այդ հիմնարկները, չենք կարողանում գտնենք։ Այնպես խորը կոնսպիրացիա է, որ չենք կարողանում։ Գտնենք իրանց բյուջետային տողերը, գտնենք, որ ջնջենք այդ տողերը, չի ստացվում, ոչ մի կերպ չի ստացվում։ Շատ լավ։ Սա կեսկատակ է, բայց ընդամենը կեսկատակ։ Շատ լավ հարգելի գործընկերներ կան այլ դիտարկումներ։ Եկեք ավելի լավա պետք չի։ Համեցեք հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։